Փետրվարի 28-ից ի վեր Հայաստան վերադառնալու աջակցության խնդրանքով Իսրայելում Հայաստանի Հանրապետության դեսպանություն դիմել է 10 քաղաքացի։ Այս մասին տեղեկացնում են Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից։ Մարտի 25-ին Իսրայելում Հայաստանի Հանրապետության դեսպանության կազմակերպած հատուկ ավտոբուսային չվերթով 8 քաղաքացի տեղափոխվել է Եգիպտոսի Շարմ էլ-Շեյխ քաղաք, այնտեղից օդային ուղիղ չվերթով Երևան մեկնելու համար։ Հայաստանի Հանրապետության երկու քաղաքացի մտադրություն է հայտնել Հայաստան վերադառնալ իրենց պայմանագրային պարտավորություններն ավարտելուց հետո։ Իսրայել-Եգիպտոս սահմանային տաբայի անցակետով Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին դիմավորել են Եգիպտոսում ՀՀ դեսպանը եւ հյուպատոսը, նրանց ուղեկցել Շարմ էլ-Շեյխի միջազգային օդանավակայան ցուցաբերելով անհրաժեշտ աջակցություն։ Քաղաքացիները մարտի 26-ի առավոտյան Շարմ էլ-Շեյխ Երևան չվերթով մեկնել են Հայաստան։ 2026 թվականի մայիսի 4-ին և 5-ին Երևանում կայանալու է Հայաստանի Հանրապետություն Եվրոպական միություն անդրանիկ գագաթնաժողովը, որին Հայաստանի Հանրապետությունը ներկայացնելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իսկ Եվրոպական միությունը Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ միասին։ Այս մասին տեղեկացնում են արտաքին գործերի նախարարությունից։ Գագաթնաժողովին ընդառաջ նախագահներ Կոշտան և ֆոն դեր Լայենը նաև մասնակցելու են 2026 թվականի մայիսի 4-ին Երևանում տեղի ունենալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։ ՀՀԵՄ գագաթնաժողովի առանցքում կլինեն երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը, մասնավորապես տնտեսության, էներգետիկայի, տրանսպորտի, թվային, մարդկանց միջև շփումների ոլորտներում վերաբերող հարցերը։ Առաջնորդները նաև կքննարկեն Հարավային Կովկասում խաղաղության, անվտանգության, փոխկապակցվածության եւ բարգավաճման ապահովման ուղղությամբ առաջընթացը, ինչպես նաև ընթացիկ համաշխարհային մարտահրավերները։ Հայաստանի հետ ԵՄ հարաբերությունները հիմնված են համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի վրա, որն ուժի մեջ է մտել 2021 թվականին, եւ ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգ փաստաթղթի վրա, որն ընդունվեց Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի եւ ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի մասնակցությամբ 2025 թվականի դեկտեմբերին կայացած ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի նիստում։ Եվրոպական միությունը Հայաստանի առանցքային գործընկերն է բարեփոխումների օրակարգի, ինչպես նաև առևտրի ու ներդրումների ոլորտում, նշված է արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ժամանել է Ղազախստանի Շիմքենթ քաղաք։ Գրիգորյանը կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին եւ Digital Kazakhstan համաժողովին։ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետին դիմավորել է Ղազախստանի առևտրի եւ ինտեգրման նախարար Արման Շակալիևը։ Ազգային ժողովի Հայաստան խմբակցության падգամավոր Թադևոս Ավետիսյանն ընտրվել է Հայաստանի Հանրապետության մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամ։ Թադևոս Ավետիսյանի օգտին քվեարկել է 83 падգամավոր, Ազգային ժողովի 107 падգամավորից քվեարկությանը մասնակցել է 85-ը։ Քվեատուփում արկա է եղել 85 քվեաթերթիկ, անվավեր է ճանաչվել 2-ը։ Ուկրաինային այլևս պետք չեն գերմանական Թորս թերահար հրթիռները, քանի որ այժմ այն ունի իր սեփական այլընտրանքը։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ուկրաինան արդեն ունի իր սեփական հեռահար զենքերը, որոնք մասամբ ինքնուրույն է մշակել, այդ թվում մեր օգնությամբ, եւ որոնք զգալիորեն ավելի արդյունավետ են, քան Թորս հրթիռների համեմատաբար փոքր քանակը, որը մենք կարող ենք մատակարարել, ասել է կանցլերը։ Քաղաքական գործիչը նշել է, նախկինում ինքը կողմեր նման հրթիռ Կիևին փոխանցելուն, հաշվի առնելով, որ Բունդեսվերն ուներ բավարար պաշարներ, սակայն այժմ, երբ Ուկրաինան զինված է ավելի լավ, քան երբևէ, Մերցը կարծում է, որ այլևս նման մատակարարումների կարիք չկա։ Միևնույն ժամանակ Գերմանիայի կանցլերը նշել է, որ Ուկրաինան բախվում է ֆինանսավորման խնդիրների, ուստի լրացուցիչ զենքերը ներկայումս չի լուծում խնդիրը։ Ուկրաինան Իրանի դեմ պատերազմում միացել է ԱՄՆ-ին եւ Իսրայելին ֆինանսական օգուտներ ստանալու համար։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Ռուսաստանում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Քազեմ Ջալալին։ Նրա խոսքով Կիևի պաշտոնյաները փորձում են շահագործել արևմտյան եւ արաբական երկրները, արտահայտվելով իրենց թշնամական դիրքորոշումը Իրանի նկատմամբ։ Ջալալին կարծում է, Ուկրաինայի նպատակն է որքան հնարավոր է շատ ֆինանսական օգնություն ստանալ ԱՄՆ-ից եւ Պարսից ծոցի միապետություններից։ Մենք կոչ ենք անում Ուկրաինայի կառավարությանը դադարեցնել սխալ դիրքորոշում ընդունելը Իրանի ժողովրդի նկատմամբ եւ չմիանալ Իրանի դեմ ագրեսորներին, ասել է դիվանագետը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մերժել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գաղափարը Իրանում բողոքի ցույցեր հրահրելու գործող կառավարության դեմ։ Այս մասին հայտնել է Axios-ը, հղում անելով աղբյուրներին։
Ինչու պետք է մենք խրախուսենք մարդկանց դուրս գալ փողոց, երբ նրանց վրա միևնույնը կրակելու են, պատասխանել է Թրամփը Նեթանյահուի հարաճարկին։ Ըստ պորտալի ԱՄՆ-ն եւ Իսրայելը համաձայն են պատերազմի նպատակների մեծ մասի շուրջ, սակայն նրանց տեսակետները տարբերվում են Իրանում ռեժիմի փոփոխության վերաբերյալ։ Սաուդյան Արաբիայում գտնվող ԱՄՆ ռազմաբազան հարձակման է ենթարկվել իրանական անօդաչու թռչող սարքերի կողմից, հաղորդում է Թասնիմ լրատվական գործակալությունը։ Այս հարձակումների հիմնական թիրախը Սաուդյան Արաբիայի արևելքն էր եւ դրանք իրականացվել են մի քանի անօդաչու թռչող սարքերի միջոցով, նշվում է հաղորդագրության մեջ։ Լիբանանի Հեզբոլլահ շարժումը հայտնել է Իսրայելի պաշտպանության նախարարության Թել Ավիվի Քիրյա համալիրի վրա հրթիռային հարվածի մասին։ Հրապարակման համաձայն նախարարության շտաբ բնակարանի վրա հարվածը տեղի է ունեցել ժամը 1:10-ին, Երևանի ժամանակով ժամը 3:10-ին։ Բացի այդ, տարբեր տեսակի հրթիռներ հարձակվել են Թել Ավիվի մոտակայքում գտնվող ռազմական հետախուզության զորանոցների վրա։ Վոլոդիմիր Զելենսկին վերընտրվելու է Ուկրաինայի նախագահի պաշտոնում։ Նման կարծիք է հայտնել Ուկրաինայի նախկին արտգործնախարար Դմիտրի Կուլեբան։ Զելենսկին կլինի Ուկրաինայի հաջորդ նախագահը։ Ես կարծում եմ հաստատ, նա պատերազմական ժամանակաշրջանի առաջնորդ է, ասել է դիվանագետը։ ԱՄՆ-ն եւ Իսրայելը մի քանի օրով հանել են Իրանի խորհրդանի խոսնակ Մոհամմադ Ղաբեր Ղալիբաֆին եւ արտգործնախարար Աբբաս Արաղչուն իրենց թիրախային ցուցակից, հաղորդում է Wall Street Journal-ը, հղում անելով ԱՄՆ պաշտոնյաներին։ Հրապարակման համաձայն Վաշինգտոնը եւ Թել Ավիվը ժամանակավորապես հանել են Ղալիբաֆին եւ Արաղչուն թիրախային ցուցակից, մինչ նրանք գնահատում են խաղաղ բանակցությունների հնարավորությունը։ Պարբերականությունը սահմանվում է 4-ից 5 օր, որի ընթացքում ԱՄՆ վարչակազմը հույս ունի անցնել բարձր մակարդակի բանակցություններին, տարածաշրջանում մարտական գործողությունները դադարեցնելու համար։ Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին տրիբունալի առաջ կկանգնի ուղղափառության եւ ուկրաինացի ժողովրդի ոչնչացմանն ուղղված ահաբեկչական քաղաքականության համար, երբ պատերազմն ավարտվի եւ Ռուսաստանը հաղթի։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Պետդումայի падգամավոր Վիկտոր Վոդոլացկին։ Նա հիշեցրել է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի այն հայտարարությունը, որ Ուկրաինայի սահմանադրությունը չի նախատեսում պետության ղեկավարի լիազորությունների երկարաձգում։ Հետևաբար падգամավորը շեշտել է, որ Զելենսկին ոչ լեգիտիմ է։ Նրա խոսքով այսօր ռուս-ուկրաինական պատերազմը միակ պատճառն է, որի համար նա մնում է իշխանության գլուխ։ Վերջինս կարծում է, որ հակամարտության ավարտից հետո Զելենսկու կարիերան կփլուզվի եւ նա կդատապարտվի ժողովրդի եւ ուղղափառության դեմ ուղղված հանցագործությունների համար։ Ճապոնիայի Ֆուկուսիմա քաղաքում հայտնաբերվել են առասպելական ջրահարսի նմանվող մնացորդներ, հայտնում է The Sun-ը։ Հին տանը հայտնաբերված գտածոն ունի սուր ատամներ, երկար ձեռքեր եւ պոչի լողակ։ Ինչպես նշում է հրատարակությունը, խորհրդավոր հայտնագործությունը նման է կապայի, ճապոնական բանահյուսության առասպելական ջրային դևի։ Ասում են, նրանք բնակվել են Ճապոնիայի լճակներում եւ գետերում եւ մարդկանց ու անասուններին քարշ են տվել ջրի մեջ։ Մումիան կցուցադրվի ցուցահանդեսում եւ նույնիսկ հասանելի կլինի գնման համար։ Միջոցառման կազմակերպիչը ակնկալում է ստանալ մոտավորապես 11.755 ֆունտ ստերլինգ։ Մարտի 25-ին ժամը 19:12-ին ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոնը հազանգեստացվել, որ Երևան քաղաքի Ազատության պողոտայում գտնվող շինություններից մեկում հրդեհ է բռնկվել։ Հրդեհի բարդության 1 բիս կանչով դեպքի վայր են մեկնել փրկարարծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության Հրշեջ փրկարարական ջոկատներից 4 մարտական հաշվարկ, 1 ավտոսանդուղք եւ հրդեհ հաշիջման եւ փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևանի Ազատության պողոտայի 19 հասցեում գտնվող նախկին կանանց մշակույթի տան չգործող 4 հարկանի շինությունում։ Հրդեհի բարդությունից ելնելով հայտարարվել է թիվ 3 կանչ։ Այնուհետև դեպքի վայր է մեկնել փրկարարծառայության 8 մարտական հաշվարկ, 2 ջրատար, հոգեբանական աջակցության եւ բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:11-ին, մարվել 23:44-ին։ Հրշեջ փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի հարակից շենքեր։
Իրանի եւ ԱՄՆ-ի միջև բանակցությունները կանցկացվեն հրթիռներով, հայտարարել է Իսլամական Հանրապետության խորհրդարանի ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության կոմիտեի խոսնակ Էբրահիմ Ռեզային։ Սատանայի հետ ցանկացած բանակցություն ռազմավարական սխալ է։ Թող ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցությունները անցկացվեն հրթիռներով, հայտնել է Ռեզային։ Բրիտանացի վերլուծաբան եւ ռազմական փորձագետ Ալեքսանդր Մերկուրիսի խոսքով Միացյալ Նահանգները Իրանին բանակցություններ է առաջարկել, ելնելով վերջինիս անելանելի իրավիճակից։ Միացյալ Նահանգները հիմա պետք է կանխի հնարավոր աղետը, որը իմ կարծիքով մոտ է, քանի որ անկախ նրանից, թե ինչ է անում Թրամփը, նրա ժամանակը սպառվում է։ Ահա թե ինչու են այդքան շատ փորձեր արվում համաձայնության գալու Իրանի հետ, ասել է Մերկուրիսը։ Փորձագետը կարծիք է հայտնել, որ Թեհրանը չպետք է համաձայնվի Վաշինգտոնի պայմաններին, քանի որ այն ռազմավարական նախաձեռնություն ունի։ NTV-ի հաղորդմամբ անօդաչու թռչող սարքը հարձակվել է թուրքական ALTURA ընկերության 140,000 տոննա նավթ տեղափոխող տանկերի վրա։ Դեպքը տեղի ունեցել Սև ծովում, Բոսֆորից 15 մղոն հեռավորության վրա։ Հարվածից հետո տեղի է ունեցել հզոր պայթյուն։ Նավի անձնակազմը օգնություն է խնդրել։ Վնասվել են տանկերի կամուրջը եւ շարժիչային սենյակը։ 27 թուրք քաղաքացիներից բաղկացած անձնակազմը չի տուժել։ Իրանի խոշորագույն քաղաքները, այդ թվում Թեհրանը, ենթարկվել են բազմաթիվ ավիահարվածների, հաղորդում է Աշ-Շարք հեռուստաընկերությունը։ Թեհրանում, երկրի հյուսիս-արևելքում գտնվող Մաշհադում, երկրի կենտրոնական մասում գտնվող Սպահանում, ինչպես նաև հարավային Շիրազ քաղաքում եւ Պարսից ծոցի ափին գտնվող Իսլամական Հանրապետության ամենամեծ նավահանգստային քաղաքներից մեկում, Բանդար Աբասում, ինտենսիվ ռմբակոծություններ են ընթանում։ Ավիահարվածների հետևանքով պատճառված վնասի կամ հնարավոր զոհերի մասին դեռևս տեղեկություններ չկան։ Ձերբակալություններ են տեղի ունեցել Վանաձորի համայնքապետարանում։ Հակակոռուպցիոն կոմիտեից Եվրամեդիա 24-ին հայտնել են, որ կաշառք ստանալու, տալու խմբով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ խարդախության դեպքերի առթիվ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված վարույթի շրջանակում ձերբակալվել է 10 անձ, որոնցից 7-ը Վանաձորի համայնքապետարանի նախկին եւ գործող պաշտոնատար անձինք են։ Նախաքննության շահերից ելնելով, սակայն հակակոռուպցիոնից այլ մանրամասներ չեն հայտնել։ Կառավարության այսօրվա մարտի 26-ի նիստից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է լրագրողների հարցերին։ Նա մի շարք հայտարարություններ է արել։ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ չի եղել որոշում կայացնեմ առանց իշխանության, նշել է Նիկոլ Փաշինյանը եւ մանրամասնել։ Չի եղել այդպիսի որոշում, որ ես կայացնեմ եւ Ղարաբաղի ներկայացուցիչների առանց Ղարաբաղի ներկայացուցիչների հետ խորհրդակցության։ Ինչ վերաբերում է վերջին որոշմանը, ձեր հայտնի անձը վերջին որոշումը կայացրել է ինքը իրենով, ես չգիտեմ ում հետ է խորհրդակցել, ինձ հետ այդ թեմայով խոսել է։ Ես հարց եմ տվել Հայաստանի Հանրապետությունը ինչ կապ, ինչ դեր ունի այդ ամեն ինչի հետ։ Ինքը ասել է ոչ մի կապ, ոչ մի դեր, ասել եմ այդ դեպքում դուք որոշեք, ինչ որոշում ուզում եք կայացրեք։ Ես Պրահայում որոշել եմ Հայաստանի Հանրապետության հարցը։ Ես Պրահայում որոշել եմ, որ Հայաստանի Հանրապետությունը շատ տարօրինակ բան պետքա ճանաչի Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը։ Դուք հասկանում եք աբսուրդի աստիճանը։ 2022 թվականի հոկտեմբերի դրությամբ Հայաստանի Հանրապետությունը բաց չէր, Հայաստանի ինքը իր տարածքային ամբողջականությունը ճանաչում է, թե չի ճանաչում։ Եվ սա ամենամեծ դավադրությունն է Հայաստանի պետականության դեմ, որը ես հաղթահարել եմ։ Այո, իմ անձնական կամային որոշմամբ, իմ թիմակիցների եւ կառավարող ուժի եւ կառավարության աջակցությամբ։ Փաշինյանը հերթական անգամ սպառնալիքներ է հնչեցրել ուղղված լրագրողներին, թե իր չընտրվելու դեպքում ընդդիմադիր լրագրողները կզրկվեն աշխատանքից։ Այս կերպ կարծես թե նա գործարք է առաջարկում գնալ եւ ընտրել իրեն։ Երբ որ չքվեարկեք քաղաքացիական պայմանագրի օգտին, էլի կտրվելու է ձեր ֆինանսավորում, չեմ սպառնում, որովհետև ձեր գործունեությունը դառնալու է անիմաստ, որովհետև ձեր նման լրագրող պետք չի լինելու Հայաստանի Հանրապետությունում, ասենք դուք գործազուրկ եք լինելու, դուք չեք կարող, չեմ սպառնում ես, այսինքն դուք դա ինձնից լավ գիտեք, նախ նորմալ լրատվական դաշտում աշխատանք չի ունենա, եւ երկրորդը ես վարչապետ չլինեմ, դուք ընդհանրապես 4 ժամ հետո աշխատանք չեք ունենալու։ Դուք ֆայլաբազարում գնալու եք կանգնեք, որ օրվա հաց վաստակեք։
Պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որով սահմանվում է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2026 թվականի ամառային զորակոչի կազմակերպման եւ անցկացման գործընթացը, այդ շրջանակում ձևավորվող մարմինները եւ զորակոչի ապահովման գործողությունները։ Տեղեկությունը հրապարակված է իդրավտ իրավական ակտերի նախագծերի միասնական կայքում։ Զորակոչը կանցկացվի 2026 թվականի մայիսի 5-ից մինչև օգոստոսի 15-ը ներառյալ։ Կզորակոչվեն այն արական սեռի քաղաքացիները, որոնց 18 տարին դրանում է, ինչպես նաև նրանք, որոնց զորակոչից տրված տարկետումը դադարում է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը ներառյալ։ 2026 թվականի ամառային զորակոչի շրջանակում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության կզորակոչվեն նաև մինչև 2026 թվականի մարտի 1-ը կամավոր դիմում ներկայացրած իգական սեռի քաղաքացիները կամ ծառայության ցանկություն հայտնած արական սեռի քաղաքացիները։ Նույն ժամանակահատվածում մինչև 2026 թվականի օգոստոսի 15-ը ներառյալ կզորացրվեն օրենքով սահմանված ժամկետում պարտադիր կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողները։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ ընթացիկ հակամարտությունը ոչ իրանական է, ոչ էլ ամերիկյան, պնդելով, որ Իսրայելն է ԱՄՆ-ին ներքաշել այս պատերազմում։ Ամերիկայի առաջնահերթությունը Իսրայելի անվտանգությունն է եւ տարածաշրջանում ամերիկյան բազաները ստեղծվել են Թել Ավիվը պաշտպանելու համար։ Վաշինգտոնը պատրաստ է ամեն ինչ զոհաբերել Իսրայելի անվտանգության համար, ասել է Արաղչին։ Նա նշել է. Իսրայելը իրականացնում է Մեծ Իսրայել նախագիծ, որը նրա խոսքով ենթադրում է տարածաշրջանի մի շարք երկրների տարածքների նկատմամբ վերահսկողություն։ Իրանը Թրամփի վարչակազմին հստակեցրել է, որ մտադիր չէ վերսկսել բանակցությունները հատուկ դեսպանոր Սթիվ Ուիթքոֆի եւ ԱՄՆ նախագահի Փեսայի Ջարեդ Քուշների հետ, նախընտրելով շփվել փոխնախագահ Ջեյդի Վենսի հետ, հաղորդում է CNN-ը, հղում անելով աղբյուրներին։ ԱՄՆ-ում ոչ պաշտոնական ալիքներով փոխանցված հաղորդագրությունը ցույց է տալիս, որ Իրանը Ուիթքոֆի եւ Քուշների մասնակցությամբ բանակցությունները համարում է անարդյունավետ, հաշվի առնելով վստահության դեֆիցիտը, որը առաջացել է Իսրայել-ԱՄՆ համատեղ ռազմական գործողություններից առաջ բանակցությունների խափանումից հետո, նշվում է հաղորդագրության մեջ։ Պենտագոնը պաշտոնապես հաստատել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ բանակի 82-րդ օդադեսանտային դիվիզիայի ստորաբաժանում տեղակայելու ծրագիրը, հաղորդում է BBC News-ը, ԱՄՆ պաշտպանության նախարարությունից պատասխան ստանալուց հետո։ Պենտագոնի ներկայացուցիչը նշել է. 82-րդ օդադեսանտային դիվիզիայի շտաբի որոշ տարրեր, դիվիզիայի որոշ մատակարարման տարրեր եւ առաջին բրիգադի մարտական խումբը կտեղակայվեն Մերձավոր Արևելքում։ Անվտանգության նկատառումներից ելնելով ներկայացուցիչը հրաժարվել է լրացուցիչ մանրամասներ տրամադրել։ 82-րդ օդադեսանտային դիվիզիան համարվում է բանակի ամենամարտունակ ստորաբաժանումներից մեկը։ Դիվիզիայի որոշ ստորաբաժանումներ միշտ պատրաստ են տեղակայվելու աշխարհի ցանկացած վայրում 18 ժամվա ընթացքում։ Իրանի դեպքում դրանք կարող են Միացյալ Նահանգներին հնարավորություն տալ Պարսից ծոցում գրավելու եւ պահելու Իրանի Խարկ կղզին կամ այլ կարևոր օբյեկտ կամ տարածք։ Վիեննայում զինաթափման բանակցություններում Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Յուլիա Ժդանովան հայտարարել է, որ Եվրոպան փաստացի պատրաստվում է լայնածավալ պատերազմի Ռուսաստանի դեմ։ Նրա խոսքով տարբեր երկրների, այդ թվում Մեծ Բրիտանիայի, Կանադայի եւ Եվրամիության պետությունների ներկայացրած քայլերը, որոնք նրանք բնութագրում են որպես թափանցիկ եւ օրինական, իրականում ձևավորում են մտահոգիչ պատկեր։ Եվրոպան պատրաստվում է պատերազմի։ Նա նշել է, որ ՆԱՏՕ-ի եւ ԵՄ երկրների կողմից դիտարկվող միտումները վկայում են հնարավոր ուղղակի զինված հակամարտության նախապատրաստման մասին առաջիկա տարիներին։ Նրա խոսքով դա արտահայտվում է ռազմական պլանավորման եւ զորավարժությունների աճով, ռազմական ծախսերի աննախադեպ բարձրացմամբ, եվրոպական տնտեսությունների ռազմականացմամբ եւ հանրային կարծիքի նպատակային ձևավորմամբ։ Վերջինս նաև հավելել է. Կիևի իշխանությունները պատրաստական լինելով երկարաձգել հակամարտությունը, օգտագործվում են ժամանակ շահելու եւ ռազմական կարողությունները մեծացնելու նպատակով, իսկ Ֆրանսիան ըստ նրա առաջնորդում է այսպես կոչված կամավորների կոալիցիան Ռուսաստանի դեմ հակամարտության հարցում։ Թրամփը պատասխանելով լրագրողների հարցին Իրանի դեմ ռազմական գործողության սկզբում Քուվեյթի կողմից 3 ամերիկյան կործանիչների խոցումը որակել է որպես աննշան անհարմարություն։ Քուվեյթը աննշան անհարմարություն ունեցավ։ Նրանք մեր հրթիռներով խոցեցին 3 ինքնաթիռ։ Պարզվեց, որ դրանք մեր ինքնաթիռներն էին։
Քուվեյթը սխալ թույլ տվեց։ Նրանք կրակեցին, կարծելով, թե հարվածում են թշնամուն։ Դա ինչպես ասում են, բարեկամական կրակ էր, ասել է ԱՄՆ առաջնորդը։ Նրա խոսքով ամերիկացի օդաչուները ողջ են մնացել միջադեպերից հետո։ Իրանը մերժել է հակամարտությունը կարգավորելու վերաբերյալ ԱՄՆ-ի 15 կետանոց առաջարկները եւ իր պայմաններն է ներկայացրել։ Հաղորդում է Press TV հեռուստաալիքը, հողում անելով իր աղբյուրներին, հայտարարելով, որ պատերազմը պետք է դադարեցվի միայն իր պայմանների ընդունման դեպքում, Թեհրանը հրապարակել է իր պահանջները, դադարեցնել պատերազմը բոլոր ճակատներում, ամբողջ մերձավոր արևելքում, մշակել կոնկրետ քայլեր, որպեսզի պատերազմը այլևս չկրկնվի, փոխհատուցել պատճառված վնասը, ճանաչել Թեհրանի իշխանությունը Հորմուզի նեղուցի նկատմամբ։ Կառավարությունը իր այսօրվա մարտի 26-ին իստում Արցախից տեղահանված ընտանիքներին բնակապահովման պետական աջակցության ծրագրում փոփոխություն կատարելու մասին որոշում է կայացրել։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը նշել է, որ այս որոշմամբ առաջարկում են վերանայել աջակցության չափերը։ Նախագծով առաջարկվում է վերանայել ծրագրով սահմանված աջակցության չափը, մասնավորապես ընդլայնել 4 միլիարդ դրամ սահմանաչափով բնակավայրերի ցանկը, որոնք հիմա 611-ն են, ավելացնել դրանք 150 բնակավայրով։ Խոսքը վերաբերում է սահմանակից համայնքներին, նախկինում նրանք կարող էին ստանալ 3 միլիոն դրամ, այսինքն Երևանը կմնա 3 միլիոն, որոշ սահմանամերձ համայնքներ, որոնք 5 միլիոն են, կմնան 5, իսկ մնացածը կդառնան 4 միլիոն, ասել է Արսեն Թորոսյանը։ Նա նշել է, որ խոսքը մոտ 150 բնակավայրի մասին է, Աշտարակ, Արտաշատ, Մասիս, Փարաքար, Աբովյան, Նայիրի, Նորհաճն, Գառնի եւ Ջրվեժ։ Ես տվեցի խոշորացված համայնքների անունները, բայց սա իրենց բոլոր բնակավայրերին է վերաբերում։ Այդ բնակավայրերում ապրում է մոտավորապես 25000 մեր հայրենակից, այդքան մարդու վրա կազդի, բայց նաև կարող է ուրիշ բնակավայրերում ապրող քաղաքացիները ընտրեն այս նոր համայնքները, նշել է Արսեն Թորոսյանը։ Ծափաթաղում 3-ամյա երեխային կյանքից զրկած հայրը դատարանի որոշմամբ դատապարտվել է ՑՄՀ ազատազրկման։ Նշենք, որ Տիգրան Օվանեսովի հայրը վրեժի շարժառիթով 2025 թվականի հոկտեմբերի 27-ին անօգնական վիճակում գտնվող անչափահաս երեխային ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ Ծափաթաղ բնակավայրին հարակից Դաշտամիջյան հատվածում ձեռքով կոկորդից սեղմելու եղանակով սպանել է նրան, ապա դիակը Դաշտամիջյան տարբեր հատվածներում թաքցնելուց հետո տեղափոխել է Ճամբարակ համայնքի Ջիլ բնակավայր տանող Խաչմերուկին հարակից Դաշտամիջյան հատված, որտեղ 2025 թվականի նոյեմբերի 2-ին որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում դիակը հայտնաբերվել է։ Կատարվել է դիակի արտաքին զննություն, որի ընթացքում Տիգրան Օվանեսովի մարմնի գլխի շրջանում հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ։ Համաձայն դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության 3-ամյա երեխայի մահը վրա էր հասել մեխանիկական շնչահեղձության, պարանոցի օրգանների բուտ առարկաներով սեղմման հետևանքով։ Նրանք, ովքեր խարդախություն են թույլ տալիս, ստիպում են, որպեսզի վիզայի բոլոր դիմողների նկատմամբ առավել աչալուրջ ստուգումներ կատարվեն։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի Հանրապետությունը, Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանությունը։ ԱՄՆ վիզաների համակարգը պաշտպանված է խիստ ստուգումների շնորհիվ եւ մեր աշխատակիցները խարդախության ցանկացած դեպք առավելագույնս լուրջ են ընդունում։ Եթե տեղյակ եք վիզաների հետ կապված խարդախությունների մասին, ապա խնդրում ենք հաղորդում ներկայացնել, նշված է հաղորդագրության մեջ։ ԱՄՆ կառավարությունը Իրանին հակամարտությունը դադարեցնելու ծրագիր է ուղարկել, հաղորդում է New York Times-ը, հղում անելով աղբյուրներին։ 15 կետից բաղկացած առաջարկը արտացոլում է վարչակազմի ցանկությունը գտնել հակամարտությունից դուրս գալու ելք դրա տնտեսական հետևանքների պայմաններում։ Նշվում է հրատարակության մեջ, հաղորդվում է, որ ԱՄՆ-ն ծրագիրը ուղարկել է Պակիստանի միջոցով։ Իրանի ԻՀՊԿ ռազմածովային ուժերը հայտարարել են, որ թևավոր հրթիռներով հարվածել են ԱՄՆ-ի խոշորագույն ռազմանավերից մեկին՝ Աբրահամ Լինքոլն ավիակրին։ Այս մասին հաղորդում է Ֆարս գործակալությունը, նշելով, որ հարվածը կատարվել է ռազմական գործողությունների շրջանակում։ Իրանական կողմը նաև ընդգծել է, որ ամերիկյան նավի բոլոր տեղաշարժերը գտնվում են մշտական վերահսկողության տակ, եւ այն պահից, երբ այն հայտնվի հրթիռային համակարգերի հասանելիության գոտում, կհասցվի կործանիչ հարված։ Գործակալությունը հրապարակել է նաև տեսանյութ, որոնք ըստ նրանց ցույց են տալիս հարվածի պահը։ Բուդապեշտը դադարեցնում է Կիևին գազի մատակարարումը, մինչև այն սկսի ռուսական նավթ ստանալ Դրուժբա խողովակաշարով։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ այս որոշումը կայացվել է կառավարության նիստում։ Քանի դեռ Ուկրաինան նավթ չի մատակարարում, այն գազ չի ստանա Հունգարիայից։ Մենք կպաշտպանենք Հունգարիայի էներգետիկ անվտանգությունը, կպահպանենք բենզինի ֆիքսված գները եւ գազի սակագների իջեցումը, ասել է Օրբանը։
Իրանը հարձակվել է Իսրայելում գտնվող արբանյակային կապի կայանների վրա, հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ հրթիռային հարձակումների վերջին ալիքի ժամանակ Թեհրանը հարվածել է Էյլաթին և իսրայելական բանակին ծառայություններ մատուցող արբանյակային կապի կայաններին։ Ավելին, իրանական ուժերը հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր են արձակել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան 4 բազաների վրա։ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից արձագանքել են Նիկոլ Փաշինյանի այսօրվա տեսանյութին, որտեղ անդրադառնում է Ռոբերտ Քոչարյանին և վիրավորական արտահայտություններ հնչեցնում։ Նախագահն ասաց, ակնհայտ մի բան սոցցանցերում տարօրինակությունները միշտ շատ դիտում են հավաքում, չկապելով դա որևէ անձի հետ, բայց Փաշինյանը ինչ-որ պատճառով դա ցավագին ընդունեց։ Հանգստացիր, թույլ տղա, զռալու գործում մրցակից չունես։ Գարուն է սրացումները կարող են արտահայտվել գորգորալու, աման-չամանը փշրելու, շորերը ճղելու, զռալու եւ այլ ձևերով։ Դա կշարունակվի մինչև հունիսի 8-ի առավոտ, երբ փոստատարը գժանոցի պահեստ կեն կբերի, ասված է երկրորդ նախագահի գրասենյակի հաղորդագրությունում։ Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ, տարածքային կառավարման նախկին նախարար Հովիկ Աբրահամյանի գործով Արտաշատ համայնքը տուժող կողմ է ճանաչվել։ Հովիկ Աբրահամյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել պաշտոնեական դիրքի չարաշահման եւ ենթադրյալ հանցավոր ծագում ունեցող գույքի հողամասերի օրինականացման մեղադրանքներով։ Նա 2025 թվականի հունիսի 13-ին ձերբակալվել էր, հաջորդ օրը նրա նկատմամբ խափանման միջոց էր կիրառվել տնային կալանքը, մոտ 1 ամիս անց Վերաքննիչ դատարանը փոխել էր տնային կալանքը վարչական հսկողությամբ։ Գլխավոր դատախազությունը բողոքարկել է պետական վերահսկողական ծառայության նախկին պետ Դավիթ Սանասարյանի գործով արդարացման դատավճիռը։ Այս մասին հայտնել են դատախազությունից։ Դավիթ Սանասարյանին մեղադրանքեր առաջադրվել քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի առաջին մասով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Մասնավորապես Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով պետական վերահսկողական ծառայության ղեկավար խմբային շահերից ելնելով իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները։ Լիբանանի արտաքին գործերի նախարարությունը Իրանի դեսպան Մոհամմադ Ռեզա Շեյբանիին հայտարարել է անցանկալի անձ, persona non grata։ Այս մասին ասվում է արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։ Լիբանանի պետությունը չեղյալ է հայտարարում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեզա Շեյբանիի թեկնածության վերաբերյալ իր հաստատումը եւ նրան հայտարարում է անցանկալի անձ։ Նշվում է փաստաթղթում։ Իրանցի դիվանագետը պետք է լքի Բեյրութը ոչ ուշ, քան մարտի 29-ը։ Փաստաթղթում որպես այս որոշման պատճառ նշվում է Թեհրանի կողմից պետությունների միջև հաղորդակցության դիվանագիտական նորմերի եւ հաստատված պրակտիկայի խախտումը։ Սաուդյան Արաբիան եւ Արաբական Միացյալ Էմիրությունները քննարկում են Իրանի դեմ ռազմական գործողություններին միանալու հնարավորությունը։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը, հղում անելով իր աղբյուրներին։ Գործակալության տվյալներով Պարսից ծոցի խոշոր արաբական երկրները դիտարկում են ԱՄՆ-ի եւ Իսրայելի կողմից Իրանի դեմ իրականացվող գործողություններին միանալու տարբերակը։ Պարսից ծոցում Իրանի խոշորագույն արաբ հարևանները դիտարկում են Իրանի դեմ ԱՄՆ-ի եւ Իսրայելի պատերազմին միանալու հնարավորությունը եւ կարող են ստիպված լինել դա անել, եթե Թեհրանը հարված հասցնի նրանց կրիտիկական ենթակառուցվածքին, նշվում է հրապարակման մեջ։ Եղանակը առաջիկա օրերին մարտի 26-ից 28-ը 30-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ 29-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ։ Լեռնային գոտիներում թաց ձյան, նախալեռնային եւ հովտային գոտիներում անձրևի տեսքով, առանձին վայրերում հնարավոր է նաեւ ամպրոպ։ Օդի ջերմաստիճանը մարտի 26-ից 3-ը ողջ հանրապետությունում կբարձրանա 3-ից 5 աստիճանով։ Երևանում մարտի 26-ից 28-ը 30-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Մարտի 26-ին եւ 30-ին հնարավոր է նաեւ ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամուշ գնացում 12-ից 15 մետր վարկյան արագությամբ։ Մարտի 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։